Ողջույն։ Առաջ Նիկոլի արածների համար ամաչում էի։ Ամոթալի էր, որ Արցախը հանձնեց, որ Ալիևի մշտական ծաղրանքի առարկան է։ Ամաչում էի, որ հարձակվել է հայկական ինքնության վրա։ Եկեղեցու վրա գրոհում է, մեր ժողովրդին այսքան խեղճացրել է իր հարկերով, իր ոստիկանական բեսպրեդելով։ Ամաչում էի հատկապես Հայաստանից դուրս գոլեգաներիս հետ շփվելիս, օտարերկրացիների հետ շփվելիս, երբ հարցնում էին այսքանից հետո ո՞նց եք հանդուրժում, ո՞նց հայ ժողովուրդը թույլ տվեց նա մնա իշխանության։ Իհարկե, հիմա էլ եմ ամաչում, որ Հայաստան պետությունում նման պետական իշխանական քաղաքականություն կա, որ այն շենքը, որի ներսում այդպիսի որոշումներ են կայացնում, գլխին ծածանվում է Հայաստանի Հանրապետության դրոշը, բայց հիմա ինձ մոտ ավելի շատ ոչ թե ամոթի զգացում է, այլ անհանգստության։ Անհանգստությունը ոչ միայն արարքների հետ է կապված, այլ որ այն ինչ անում են մի տեսակ մեզ հետ կապ չունի, կարծես ինչ-որ այլ ազգության, արժեհամակարգի, մի խոսքով այլ հող ու ջրից մեկը գա, սկսի այստեղ ամենը որոշել, այլ ուղղությամբ տանել, անդադար այդ զգացողությունն է։ Վստահ եմ, որ այդ զգացողությունը շատերիդ մոտ է։ Գրեթե չեմ հանդիպում սրանց որևէ արածի հավանություն լինի։ Իրական, սովորական քաղաքացու մոտ չկա այդ հավանությունը։ Ադրբեջանցիներ, ֆեյքեր, ՔՊԱ-կաններ հավանում են, փառաբանում, բայց սովորական մարդ չենք հանդիպում։ Կարող է չենք ջոկել, բայց շուտվանից արդեն շատերը այս իշխանությանը չեն համարում մեզանից մեկը։ Ես նույնպես նրանց չեմ համարում մեր հայկական ազգային գենը կոդը կրողներ։ Մեր թշնամիները ամեն օր աջակցություն են հայտնում ՔՊԱ-կան այս իշխանությանը, քանի որ իրենց ձեռնտու է, իրենց ասածների հլու հնազանդ կատարողն է։ Հայաստանում թուրքական, ադրբեջանական շահի սպասարկուներն են։ Ես խորը անհանգստություն ունեմ մեր երկրի ապագայի համար։ Վաղ ինչ է լինելու, դեռ որքան կձգի երկիրը այն բովանդակությամբ, որը մենք կոչում ենք հայրենիք։ Չգիտեմ։ Շաբաթվա վերջին 3 խայտառակ բան կատարվեց մեր շուրջ։ Որոնք են։ Մեկ եկեղեցու վրա նոր մակարդակի գրոհներ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, ես միջոցներ կձեռնարկեմ, որ կաթողիկոսը երկրից դուրս չգա, որովհետև կաթողիկոսի արտագնա այցը համարեց կաթողիկոսության ու գանձերի դուրս բերում։ Աբսուրդ է իհարկե։ Ու այս հայտարարությունից մեկ օր անց իմացանք, որ կաթողիկոսի դեմ քրգործ է հարուցվել, դատարանն էլ արգելել է նրա ելքը երկրից։ Կարող էր դատարանն ընտրել կալանք իհարկե, բայց ընտրել է այլ խափանման միջոց։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թույլ չի տալու դուրս գա երկրից կաթողիկոսը, միջոցներ ձեռք կառնի, ու ստացվում է հեռախոսը վերցրել է ձեռքը, SMS է գրել։ Հետաքրքիր է, ում է Փաշինյանը SMS գրել, որ անմիջապես դատախազը անցել է գործի։ Ում է SMS գրել, որ դատավոր ընտրել է նման խափանման միջոց։ Կրկնում եմ, լավ է, որ կալանք չի տվել գոնե։ Չնայած անաստված ժամանակներ են, կարող է դրա ժամանակն էլ գա։ Չեմ զարմանում, որ մեր երկրում կա դատախազ, որը կաթողիկոսի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել։ 5 տարի առաջ կզարմանայի, այսօր չեմ զարմանում, որովհետև կրկնում եմ, ներքուստ մեր երկիրը համարում եմ զարթված։ Կան падգամավորներ, նախարարներ, դատավորներ, դատախազներ ու ամեն ոլորտի աշխատողներ, որ հանուն իրենց աշխատանքի ու փողի ամենաայլանդակ ծառայությունների տակ կմտնեն։ Գուցե նրանց թիվը քիչ է, հուսով եմ խելքի կգան։ Դատելով նրանից, որ այսքան բան կատարվեց մեր երկրում ու ինքնակամ հրաժարականներ չեղան, իսկ եթե նրանց պահանջվի տեսակետ հայտնել, կտարբերվի Նիկոլի տեսակետից։ 1, 2, 3 հնազանդվում ես, չտեսնելու ես տալիս ու դառնում է արդեն սովորական, հետո արդեն դու ես դառնում նրանցից մեկը։ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ որոշումները ամբողջ պետական ապարատը, իշխանության բոլոր ճյուղերը կատարում են, չէ՞։ Ազգային ժողովի նախագահ աշխատողը օտարերկրյա լրատվամիջոցի հետ զրույցում մեղադրում է մեր բարձրաստիճան հոգևորականներին մանկապղծության մեջ։ Սրբազանին մեղադրում են կուսակրոնությունը խախտելու մեջ, հետո պարզվում է արհեստական բանականությամբ տեսագրություն են հորինել։
հեշտ խոսելու, առանց իրենց հաշիվ տալու, խոսքին չափ տալու ժամանակներ են, որովհետև այն կառույցները, որ պետք է հետաքննեն, գտնվում են իշխանության գրպանում։ Մայրաթորը հայտարարություն էր տարածել, թե եկեղեցու դեմ այս հարձակումը պառակտում է հանրությանը։ Այստեղ համաձայն չեմ, ոչ, կարծում եմ միավորվում է ընդհակառակը, որովհետև հարձակման կողմում ագրեսիվ փոքրամասնություն կա ընդամենը ու ուժայիններ, իսկ ժողովուրդը միանշանակորեն դեմ է։ Միանշանակ ոգևորված է ադրբեջանական ժողովուրդը, Ադրբեջանի մամուլը։ Բա ինչ կանի։ Դուք իրենց տեղը լինեիք, ինչ կանեիք։ Եթե մեր հոգևոր առաջնորդի ցուցումով Ալիևը քրգործ հարուցեր ու խափանման միջոց կիրառել Փաշազադեի նկատմամբ, Փաշազադեի ցուցումով խափանման միջոց է կիրառվել Գարեգին II-ի նկատմամբ։ Նույն այս ժամանակ ելույթ էր ունենում Իլհամ Ալիևը։ Բավականին մեծ տևողությամբ խոսեց, սակայն ամբողջ ելույթում այդպես էլ ես չլսեցի խաղաղության գնացող երկրի ղեկավարի խոսք։ Էլի այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ձևակերպում, էլի վստահություն, որ այն միևնույն է բացվելու է։ Դարձյալ ասած, քանի դեռ սահմանադրությունը չեն փոխել, ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Դարձյալ պահանջեց, որ ադրբեջանցիները գան Հայաստան ապրելու, անվանելով Արևմտյան Ադրբեջան։ Արցախի գերավարված ռազմաքաղաքական ղեկավարությանը համարեց հանցագործներ, անգամ նացիստներ, ասաց, որ բաց չի թողնելու։ Սրանք էստեղից ասում էին, թե բոլոր ուղղություններով աշխատում ենք, անգամ ԱՄՆ ղեկավարության հորդորը չազդեց, որ բաց թողնեն, էլ ինչ ուղղությամբ եք աշխատում։ Իրականում գերիների մասին Հայաստանի իշխանության ելույթներից միակ իրականը մնաց ազգային ժողովի նախագահ աշխատողի խոսքը, որ նրանք իրենց համար չկան։ Ալիևի վտանգավոր ելույթը խլացվեց մեզ մոտ կաթողիկոսի նկատմամբ ճնշումներով։ Այո, Ալիևը անընդհատ հոխորտում է, բայց որ հոխորտում է խաղաղության պայմանագիր նախաստորագրած Ալիևը, դա արդեն լրիվ ուրիշ ազդակ է եւ լրիվ ուրիշ վտանգ։ Իսկ Նիկոլի պարագայում մենք տեսել ենք, որ թշնամու պահանջները իրականություն են դառնում այսպես թե այնպես։ Ես չլսեցի նա մի բան ասեր, որ պետք է ինքը անի հանուն խաղաղության պայմանագրի։ Հանուն այդ պայմանագիր կոչվածի միայն Հայաստանը պետք է լիքը պահանջներ կատարի, իսկ Ադրբեջանը, ինչպես ինքն է մեկնաբանում, պետք է գերիներին չտա, իր քաղաքացիներին բերի Հայաստան բնակվելու եւ այլն։ Նիկոլը մեզ համար համաձայնեցրել է միայն պարտավորություններ, Ադրբեջանի համար միայն իրավունքներ։ Այս ֆոնին Հայաստան են եկել ադրբեջանցիներ։ Բավականին մեծ կազմով, այսպես կոչված քաղաքացիական հասարակության փորձագիտական համայնքի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այսպես կոչված խաղաղության կամուրջ կառուցելու, վստահության մթնոլորտ վերականգնելու համար։ Հանդիպել են արտգործ փոխնախարարին, անվտանգության խորհրդի քարտուղարին եւ այլն։ Հայաստանից հանդիպողների թիվն էր մեծ, շուրջ 20 հոգի, բայց ոչ մեկի մասնակցությունը անսպասելի չէր։ Կարելի է փողոցում հանդիպել ցանկացած մեկի ու հարցնել իրենց վերաբերմունքը Ադրբեջանի հետ այսպես կոչված բարեկամության, վստահության վերականգնման ու այս այցերի մասին։ Ու տեսեք, թե այն էլ այս ֆոնին, եկեղեցու վրա հարձակման ֆոնին, Ադրբեջանի նախագահի ամենօրյա սպառնալիքների ֆոնին, գերիների ֆոնին ինչպես արձագանքեն։ Նման հարցումներ արդեն կան։ Կարճ ասած, այս ամենը իհարկե պետք է վերջ ունենա։ Ու դրա այս պահին առավել արագ տարբերակը ՔՊ-ի ու Փաշինյանի չվերընտրվելն է։ Առանց այն էլ այսպիսի կեղտի մեջ են խրել երկիրը, որ եթե գնանել մեկ է, տարիներ են պետք դուրս գալու համար իրենց արածի տակից, իսկ եթե մնան, վախենում եմ անգամ մտածել, վստահեցնում եմ ձեզ, որ այլևս հնարավոր չի լինի դուրս գալ առանց պատերազմի։ Փաշինյանը հիմա ցույց է տալիս հովանավորներին, թե որքան պատրաստական է կատարելու նրանց պատվերները անգամ այս վիճակում, ակնկալելով անվերապահ աջակցություն ամեն կերպ, որ ընտրվի, որովհետև հայ ազգը այլևս երբեք չի ունենալու այսպիսի ղեկավար։ Սա բացառություն է։ Կարծես ասի, ինձ անցկացնել տվեք, ինչ ասեք կանեմ, ընդունակ եմ ամեն ինչի ու դա ապացուցում եմ։